շատ սիրելի տիկին Սարապյան։ Զանգահարել եմ ասեմ, որ կարող եք պատրաստել են գումարը, որ պարտաճանաչ ինձ միշտ տալիս եք։ Արել եմ։ Նկարել եմ անհոգ եղեք։ Վաղը ոչ մի խնդիր տիկին Սարապյան, այդ դեպքում ապրանքը ձեզ մոտ կլինի վաղը։ Բարի։ Արան, սպասի։ Չես մտածում պապայի մասին, սպասի ասում եմ։ Մի րոպե, պապան քնած է, կամաց ինչ ա եղել։ Դու մաման ոչ մի բան չեք խոսում, ես էլ որոշեցի պապայից հարցնեմ։ Հանգստած ինչ ես հարցնում պապայից։ Չի համակերպվում, որ դու չես ուզում Արեգի հետ ամուսնանաս։ Ես քեզ կարամ խնդրեմ իմ ամուսնության թեման բաց թողնես։ Չեմ կարող լուսել։ Կարաս։ Այդ իմ կյանքն է, դու կապ չունես դրա հետ։ Հապեց սահար։ Վերջ, վերջացրեցինք։ Լուսել։ Հավաբեր։ Զզվեցին արդեն, չէ հարմար չի, բաղավրեմ այն հավաբի։ Ենքան արագ բարձացավ չկարողացա կանգնացնում։ Ուրեմն տեսնես, ներկապային այսքան մասը արդեն մերն է։ Բայց սկզբում ես հատվածը չկար։ Լավ ջան, որ մանրից ընդլայնվում է վերջում ես։ Հայ մարդիկ եթե վաճառում են, մենք հո գիժ չենք չառնենք։ Ես ամբողջը։ Ես էլ հաշվարկները։ Այսի բայց ինձ մի հատ հարց ա ուզում։ Այդ ինչի՞ ես միանգամից ամբողջը ուզեցիր, հա։ Դե որովհետև ես Լուսեին խոստացել եմ, որ ինքը ձայնի իրավունք է ունենալու։ Կառուցապատման հետ կապված։ Սպասի, ինչ ես արել։ Ինչը դուրդ չեկավ։ Իսկ ինչ ես խոստորել Լուսեին։ Չէ, դու ասա տեսնեմ ինչը դուրդ չեկավ։ Լսի, կինը ինչ գործ ունի քո գործերի մեջ, հա։ Իմ ապագա կինը ճարտարապետ է։ Ասեմ ավելին, շատ գրագետ ճարտարապետ է։ Մի խոսքով, եթե այսքանն է, ես գնացի։ Ուր, Լուսեի մոտ։ Հա։ Սպասի, իսկ Օլային տեսար։ Հա, որ տեսա ինչ։ Այսինքն չկարողացար պայմանավորվել, հա։ Չէ։ Լավ, բա հիմա ինչ ենք անելու։ Չգիտեմ։ Այդ դղա, սպասի մի րոպե, սպասի։ Լավ ջան, հասկացեք։ Ամենաանհարմար բային հայտնվելու է դիմացը ու ամբողջ կյանքդ հարամանի։ Պապ, հետո։ Դա Հետո։ Սխալվեցի, որ գնացի։ Դավիթի հայրը չեմ էլ ուզում խոսել իր մասին։ Ինչ ասեմ, ես քեզ գուշացրել էի։ Ոնց կարող եմ գտնել այդ աղջիկա հասցեն, ում հետ ուզում է ամուսնանա Դավիթը։ Ինչ ա դա քեզ տալու, ինքը հետ չի կանգնելու։ Ինչի եք տենց մտածում։ Չեմ կարող բացատրել, բայց հա, տենց եմ մտածում։ Ոչինչ, ես կփորձեմ։ Կտակ հասցեն։ Չեմ կարող ես քեզ հասցե տալ, որովհետև եթե տամ համ Դավիթը, համ հայրը կհասկանան, որ ես եմ տվել, իսկ եթե հարցնեն, չեմ կարող ստել։ Խնդրում եմ։ Ես եմ քեզ խնդրում։ Ինձ մի խառնի այս պատմության մեջ։ Ես քեզ մի բան կարող եմ ասել։ Դավիթը հիմա շատ հաճախ է իրենց տանը լինում։ Եթե կարողանաս հետևել նրան, Շնորհակալ եմ։ Ինչ ասես բժիշկը։ Մենակ լավ բան էր, քիչ մնաց։ Դե շատ լավ է։
Բայց դու ավելի լավ մտածի, թե papaid ինչ ես ասել։ Դժվար թե հավատա, որ այս մի քանի օրվա մեջ սիրահարվեցիր Դավիթին։ Ինքը իհարկե շատ հավանում է Դավիթին, բայց մի մոռացի, որ դու իր կյանքում ամենակարևոր մարդն ես։ Ու տենց մինայի ինձ։ Բայց ես Արամի համար է եկել քո սենյակ։ Արամը իմ մոտ չի եղել։ Բա ուր է այդ երեխան։ Կարող է դուրս է եկել։ Բայց երբ ես չեմ նկատել։ Օսոյի փաստաբանն ասում է, որ սռոկը կարճացնելու միակ ձևն է դա։ Որ աղջիկը ցուցմունքը հետ եկալ է։ Մենակ աղջիկեք չեն։ Էլի մարդիկ կան, որ պիտի հետ վերցնեն։ Մենք այդ մարդկանց հետ ինչ կապ ունենք։ Հա ու բացի դրանից իրանք ընտանիք ունեն, հեր, մեր։ Մենք չենք կարող իրենց բան ասենք։ Էս ինչ է ասում, Սաշ։ Հիմի ուզում եք ասեք այդ աղջիկեքը ձեր ընկերուհիները չեն։ Վիկան իմ ընկերուհին է, բայց ես իրան չեմ։ Ընկեր ջան, չես լսում ինչ եմ ասում։ Մենք այդ աղջիկի հետ կապված բան չենք կարող անենք։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ, դանակ եմ տեսել հարցակվել եմ։ Իրանք կամերաներով տեսել են, ինձ էլ են հարցակնության կանչել։ Եղեք հասկանում եմ, ձեր ընկերն է, ուզում եք օգնած լինեք։ Բայց մենք բան չենք կարող անենք։ Փաստաբան ունի, ինչքան փող ուզում ա տվեք, թող ինչ կարող անի։ Մենք ավել բան չենք կարող առաջարկենք։ Այս ձեր վերջին ասելիքն է։ Հա, Դե տեսեք հետո իրարից չնեղանանք։ Լավ, Չէ, Սաշ։ Լավ էլի, բիձա, ինչ արեցիր։ Փոխանակ կուտաս, խոսանք, պայմանավորվենք, մի հատ էլ բան ես անում։ բա ինչ ես առաջարկում։ Դե չգիտեմ, կարենք պայմանավորվենք իրանց հետ, խոսայինք, համոզեինք։ Արա դե ինչ պայմանավորվես։ Վիկայի տեիր համոզելու ցուցմունքը հետ եկալի թե Անայիսին։ Չգիտեմ, բայց կարենք չէ խոսայինք։ Ապա իրանք մենակ ուժի լեզուն են հասկանում։ Սրանց խոսքով բան չես կարող բացատրես։ Դե քել գնացին։ Ուր ես կայնը քել։ Ինձ այս ամեն ինչը դուր չի գալիս։ Իրանք հետ են գալու։ Կգանք ստանան այն ինչ որ իրանց ընկերները։ Արի։ Ես իմ առավոտը սկսում եմ տաք կակաոյով։ Եվ անպայման կրուասանով։ Իսկ դուք ինչպես եք անցկացնում ձեր առավոտը։ Վերջացրեցի նկարահանու մոտ։ Կարող եմ ես էլ մի բան խմեմ։ Կարաս։ Չեմ հասկանում, ինչ եք դուք հասկանում այդ նկարելով ու ինտերնետ գցելով։ Մամ, դե կիսվում ենք։ Հա, ուզում ես ասես, մարդիկ կակաոյի տեղը չգիտեին, հա։ Դու գցեցիր, մարդիկ էլ իմացան, իրանք եկը խմեն։ Կարող է։ Մամ, բայց ուր էիր։ Բայց իմացար, Դավիթի նախկինն էր եկել նորից։ Հայդեպ խոսեցիր եղբորդ հետ։ Խոսեցի։ Բայց խոսքը կիսատ թողեց գնաց։ Չգիտեմ, այդ աղջիկը շատ ամեղկս գալիս։ Բան այս ջան, տեսնում ես ինչեր են կատարվում։ Տես դու էլ մի անարժանի չհանդիպես։ Լավ, գնում եմ սենյակ իմ սուրճը կբերես։ Ինչ ես տեսել, որ տենց ուրախացել ես։ Անայիսը նորից սկսել է բլոգը վարել։ Նա ինձ սիրուն վիդեո է գցել։ Տակնել հարցագրել, պատասխանում են։ Էլի իրան նման տարօրինակ հարց է տվել։ Դե հիմա մարդը չի հավատում սիրուն։ Վիկ չես մոռացել, չէ՞։ Վաղը 4-ով գնում ենք, արդեն պայմանավորվել ենք։ Չէ, հիշում եմ։ Հեսա ես էլ եմ տենց վիդեո նկարելու։ Ինչի համար։ Հավեսի։ Կլինի չանես։ Ինչի։ Խանդում ես։ Հա, խանդում եմ։ Չէ, լուրջ ես ու խոսում։ Հա, ու շատ լուրջ եմ խոսում։
Վաղ կգնաս անալիզես տուն, մենք ձեզ ընդեղից կվերցնենք։ Եղավ։ Շնորհակալ եմ։ Սա է փաթեթը, ծանոթացի։ Առաջարկներդ կարող ես գրել, հետո կքննարկենք։ Հայրս ասում էր, որ սպասում է ձյաձարգամը ոտքի կանգնի, որ հանդիպեն։ Ասում էր շատ բան կա քննարկելու։ Լավ։ Իսկ կարող է հիմա դուրս գանք մի քիչ քայլենք։ Չէ։ Բայց Ես պապային չեմ կարա մենակ թողնեմ։ Իսկ մայրդ տանը չի։ Դուրս է եկել։ Լավ։ Բայց մենք վաղը գնում ենք միասին սիրահարների տոնը նշելու։ Մերժումներ չեն ընդունվում։ Նախորդ եմ ասում, որ ուրիշ պլաններ չունենաս։ Լուսե ես հասկանում եմ, որ մի օրում հրաշք չի լինելու։ Բայց եթե մենք պատրաստվում ենք ամուսնանալ, ուրեմն պարտավոր ենք իրար լավ ճանաչել։ Իսկ միայն աշխատելով ու գործից խոսելով բան դուրս չի գա։ Ուրեմն պայմանավորվեցինք։ Վաղը կգամ կգնանք։ Դե հիմա չեմ խանգարում, ծանոթացի։ Ախր ես առաջինն եմ ուզում, որ երեխաս երջանիկ լինի։ Հավատում եմ, չեմ կասկածում։ Դրա համար էլ հարցնում եմ Մարիամ, ինչ ա եղել, որ Լուսեն հետաքաշվել։ Լուսեն ինձ էլ Արեգին էլ ասել է, որ սիրում է Արեգին։ Ու ես չեմ կասկածում։ Վստահ եմ։ Բայց դա նշանակում է, որ այն մյուս տղայի հետ ստիպված ամուսնանա։ Մարիամ, չեմ կարծում, որ Արգամը կարող էր ստիպել Լուսեին։ Լուսեն միշտ ազատ է մտածել, ավելորդ կանոնների չի ենթարկվել, ազատ մտածող երեխա է եղել, իսկ այ հանգամանքներ։ Մարիամ ջան, դու ոչ մի բան չունես ինձ ասելու։ Ախր ինչ ասեմ, Սաթեն ջան։ Այն ինչ որ գիտես։ Մարիամ, ինչ հանգամանքներ են առաջ եկել, որ Լուսեն նման որոշում է կայացրել։ Դու հաստատ գիտես։ Ես ավելի լավա գնամ, հա։ Պարզա չես ասել, հասկացա։ Ես քեզ լրիվ հասկացա, Արգամի հետ է կապված։ Ոչ մի բան չես ասելու, էդ էլ հասկացա։ Դու միշտ հավատարիմ կին ես եղել, Արգամին սիրել ես միշտ։ Ուղղակի մի բան է ինձ անհանգստացնում, գիտես, Արգամը ոնց է այս ամեն ինչը մարսելու, հա? Ոնց է մարսելու։ Մեղ կա երեխեդ։ Մեղ կա։ Ես գիտեի, որ բան չես ասելու։ Ուղղակի ուզում էի մի անգամ եւս մտածես այս ամեն ինչի մասին։ Մարիամ ջան, իսկականից մեղ կա Լուսեն, շատ։ Մնացածը ես հետո կնայեմ։ Դավիթն ա բերել։ Հա։ Ասա, որ լավ էլ մարդ է, հավատա։ Ես եկա։
Գնամ Արամին հաստամ։ Արամ, դու լվացվի, ես հիմա հացը կդնեմ։ Չէ, չեմ ուզում։ Ոնց չեմ ուզում։ Բայց սովա չես, չգիտեմ էլ երբ ես տանից դուրս եկել։ Լավ է, մաման կգա կտա։ Հա, բայց ինչ տարբերություն։ Հիմա չեմ ուզում։ Նեղացել ես ինձանից։ Լավ էլի լույս է։ Գործերով վտեղի։ Արամ։ Վրասել չես նայում։ Կարևորը Դավիթ տա նայում։ Սատ կլինի էլ անունը չտաս։ Հիմա դու քեզ խաբելու ես։ Սատ ես խաբելու բան չունեմ։ Մեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Դենց բան չի լինում, Արիկ ջան, ախր չի լինի դենց։ Կարա, շատ լավ էլ կարա։ Ոյ, դու երեխա չես, Արիկ։ Վայ։ Ուր է, ուր։ Ինչ ես փախնում։ Ինչի։ Ավելի լավ է։ Մտածես ոնց անես, որ ստիպես։ Սատ ես ոչ մեկին ոչ մի բան չեմ ուզում ստիպեմ։ Այդ մարդը կարող է հասկացել է, որ չի սիրում ինձ։ Շնորհակալություն, որ գոնե հիմա հասկացա, ոչ թե ամուսնանալուց հետո։ Դու հիմա հավատում ես քո ասածին։ Լավ, քո ասածով բացատրեմ։ Եթե իրան ինչ-որ մեկը կարողացավ ստիպի, նշանակում է այդ մարդը բավարար չի սիրել։ Ես չեմ ուզում ոչ մեկին հասկանալ։ Հիմա այդ ուր էիր ուզում գնայիր։ Գնամ մի քիչ պտտվամ գամ։ Կներես սոտ։ Տենց էլ ասեցիր, հա, մերժում չես ընդունում։ Իսկ ուր եք գնալու դա։ Դե մի լավ տեղ կա։ Կգնանք համ կնստենք կշփվենք։ Համ էլ Յո։ Մատանի։ Ինչ սիրուն ա տունեն։ Ադե ճաշակով ա տվես էլի, ու զորով չի, հիմա ինչ, վաղը պաշտոնական առաջարկություն ես անում։ դե մտածում եմ անիմաստ չհետաձգեմ, ինչքան շուտ այդքան լավ։ Դե ուրեմն սպասի, զաբել արի։ Ուր։ Ասում եմ արի, էլի, արի։ Դավ ջան, մի րոպեից տվենք։ Իսկ այդ մատանին Լուսեի համար է, թե Օլեի համար էր առել։ Չէ, հատուկ Լուսեի համար եմ առել։ Ես Օլիայի համար չէի հասցրել մատանի առնել։ Ինչի։ Ինքան էր սիրում, որ մտածում էր կարիք չկա մատանի առնելու։ Ես գնամ, հա, առավոտը շուտ պիտի արթնանամ։ Ոնց որ մեր ընդհանուր հայրն է ասում։ Եթե մարդ փախչում է, ուրեմն գիտի, որ սխալ է։ Անայս ինչ ես ուզում։ Որ չսխալվես։ Այն ժամանակ դու մի շփտում էիր Դավ։ Իսկ ինչ ես աղջիկը հայտնվել է, լուր ու տխուր ես։ Չհասկացա։ Դա ուր է։ Գնաց։ Ասես լիքը գործեր ունի։
Տիկին Սաթեն։ Չզանգեցիք։ Ամեն ինչ նորմալ է։ Հա։ Ուղղակի մի քիչ խաղում ենք։ Ինչ է եղել, ինչով կարող եմ օգնել։ Անձնական հարցեր են։ Հասկացա։ Տիկին Սաթեն, ճիշտն ասած, ես ուզում եմ հորս գործը վերանայել։ Դե արխիվում աշխատում է հորս հին ընկեր է, Հաստատ Կնթառաչի։ Ու ձեր թույլտվությամբ ես նաև կուզեի ձեր որդու գործը տեսնել։ Հա, բայց դժբախտ պատահար էր։ Դե մեկա գործը կազմվում է։ Ու ուղղակի հնարավոր է այդ անկյան տակ են դիտարկել։ Այսինքն ուզում եք ասել, որ դժբախտ պատահար չէր։ Եթե անկեղծ ես արդեն չգիտեմ թե ինչ մտածեմ։ Ուղղակի այդ ժամանակահատվածում ուրիշ ինչ-որ արտարոց բան տեղի չի ունեցել, որի պատճառով հնարավոր էր հորս վրա երթի ենթարկեին։ Ինչ եք մտածում Տիկին Սաթեն։ Կարող է ինչ-որ բան կա ու չեք կողմնորոշվում ասեք, թե ոչ։ Սա առաջին դեպքն էր, որ Լուսեն Դավիթի մասին լավ արտահայտվեց։ Դու ես ամեն օր տեսնում նրա գալ, գնալը, միասին շփվելը, ինչի ոչինչ չես ասում։ Դե ինչ ասեմ, Արգամ, ինչքան Դավիթը եկել է, նորմալ շփվել են։ Տեսար, ասում էի, չէ, որ հնարավոր է, որ հասկանան իրար։ Դե հա, երևի ճիշտ ես, չգիտեմ։ Համենայն դեպս, որ Դավիթը ասեց, որ կֆինանսավորի, Լուսեն շատ էր ուրախացել։ Լավ է։ Իդեպ, ի տարբերություն Սուրենի, Դավիթի հոր, Դավիթը շատ ավելի կարգին մարդ դուրս եկավ։ Խնդրում եմ, խոսիր Լուսեի հետ, տես ինչ կա մտքին, լավ, ես համոզված եմ, որ բանա փոխվել մոտը։ Հա, ես կխոսեմ, մենակ թե դու մի լարվի, հա։ Լավ։ Համ։ Արամնա, լավ, իջնեմ ուտելու բան տամ Արամին ու գամ։ Հա։ Հիմա պետք է սենց նեղացած իրարից բաժանվենք։ Վիկ, դու պետք է հասկանաս։ Մենք ընկերուհի ենք։ Ու իմաստ չկա վիդեո նկարելու ու գցելու։ Որ ընկերուհի ենք, որ մնալ շնչել չկա։ Չէ, ով նման բան ասեց։ Բա որ հանկարծ մեկը մի հատ էշություն գրի։ Պիտի գնամ բերանը ջարդեմ, չէ։ Հա ինչ։ Գրել է։ Ինչ սատկացնել։ Կջնջեմ, կանցնի կգնա։ Նենց հեշտ ես խոսում։ Հələ դու մի պա, քեզ պատկերացրա իմ տեղը։ Պատկերացրի։ Հետո Դու ոչ էլ պատկերացրիր։ Վիկ, ես քեզ շատ եմ սիրում։ Ու չեմ ուզում, որ մենք իրար հետ կռվենք։ Վաղն էլ Վալենտին է, միասին կգնանք նշելու։ Հա, հիմա էլ չենք կռվի, չէ՞։ Դե հիմա դու գնում ես տուն, վաղ ես կգամ քո հետևից ու միասին կգնանք, լավ։ Դե գնացիր։
ընկերուհու տանտեղը իմացանք։ Հա, բայց մեզ ավելի շատ են մեկինը պետք չէ։ Ամփերիկ։ Վաղ այդ սիրահարների օրն է։ Սրանք ոնց էլ չլինի իրանց ընկերուհիների հետ տեղ կգնան։ Որտե իրանք ընդդել իրանց ընկերուհիները։ Ալատից ճոգել ես։ Խելացի է։ Արդեն տաքանում է, մի քիչ համբերի։ Գիտես ինչքան եմ համբերել, մամ ջան։ Քույրը տանը չէր, ասեիր թող տաքացներ։ Չեմ ուզում։ Նեղացրել ես քրոջդ։ Ես ոչ մեկին էլ չեմ նեղացել, մամ ջան։ Ուղղակի իր տվածը չեմ ուզում։ Էս ինչ նորություն էր։ Բա ամբողջ օրը ասում ես ինքը իմ քուրն է, ես իր աղբերն եմ։ Դե ես էլ էի տենց մտածում։ Ուղղակի քուրս չի ուզում հետ կիսվի։ Ասի ինչն է իրան ստիպում, որ մի խոսքով մամ։ Նորից մի սկսի, հա, խնդրում եմ։ Արդեն պայմանավորվել էինք։ Էլ չեմ էլ ուզում, մամ ջան։ Մեկը անիմաստ է։ Իսկ չասեց ուրա գնացել, ես զանգեցի, ասեց շուտով կգամ ու դրեց հեռախոսը։ Ես կգժվեմ մինչև ես քանի օր անցնի։ Թե չես քանի օր անցնի ինչ ա փոխվելու, մամ։ Քո կարծիքով հարսանիքից հետո տենց գոհ ու երջանիկ ապրելու ենք։ Մեր երջանկությունը վերջացավ, մամ ջան։ Ախորժակս փակվեց։ Վարձանամ սենյակ հետո կուտեմ։ Կներես։ Այսինքն ձեր տղան Անդրանիկը իր կնոջ ու որդու հետ այդ օրն է վերադարձել։ Իսկ Արգամը ինչ են մնացել։ Արգամն ու Մարիամը ուշ են վերադարձել, որտեղ իրենց որդին Արամը հիվանդացել է եւ Փառք Աստծուն փրկվել են։ Իսկ հիմա այն կապիտան ինչ որ մտածում էի, ասել թե չասել։ Արգամն է, Սրապյանը եւ ինչ որ երիտասարդ կին։ Ու ինչն է այստեղ տարօրինակ։ Տեսեք, ոչ Արգամը, ոչ իր կինը Մարիամը երբևէ չեն ասել, որ այդ ժամանակ Սուրենը Սրապյան Վրաստանում է եղել։ Երևի մի 1000 անգամ խոսել են այդ օրերի մասին, թե ինչ են արել, ոնց են արել, ոնց են վերադարձել, բայց երբեք չեն ասել, որ Սուրենը Սրապյան Վրաստանում է եղել։ Իսկ չէր կարող Արգամը առանձին գնացած լինել Վրաստան։ Կարող էր, իհարկե կարող էր, բայց չի գնացել։ Մեր ընտանիքները այդ ժամանակ շատ մտերիմ էին ու անհնար բան էր Արգամը գնար ու ես չիմանայի։ Հասկացա։ Բայց այդ դեպքում թաքցնելու իմաստը ո՞րն էր։ Տեսեք, ոչ ես, ոչ որդիս կապիտան չէինք ընդունում Սուրենին Սրապյանը։ Իսկ Արգամը շփվում էր հետո, օգուտ շատ էր։ Նույնիսկ Անդրանիկս ու Արգամը վիճել են Սրապյանի թեմայի շուրջ։ Հասկացա։ Իսկ այս նկարը ձեզ որտեղից։ 2 օր առաջ եմ ստացել։ Այս նկարը։ Ու ամենատարօրինակը գիտեք որն է։ Ու գալիս եք դուք ու պատմում եք ձեր որ պատմությունը։ Ես չգիտեմ ով է այս նվերը ինձ արել։ Չգիտեմ։ Եթե կապիտան ինչ-որ բաներ պարզվեն կարող է հանկարծ շատ բան ջրերես դուրս գան։ Իհարկե, ես անպայման կփորձեմ, չնայած այսպիսի բան անողը ամեն գնով կարողանում է նաև անորսալի մնալ։ Եվ ով է այդ երիտասարդ կինը։ Այդ արդեն ավելի հեշտ է գտնելը։ Եվ մի բան էլ կապիտան, շատ եմ խնդրում։ Արեգը այս ամեն ինչի մասին խնդրում եմ, պետք չի որ իմանա։ Իհարկե, դուք եք որոշում։
Հա, մի բան ասեց։ Ինչի դու հույս ունեիր։ Դա չէ, բայց հաստատ մի բան դուրս է տվել։ Դա ան հենց նես գնացողը չէր։ Որ եկավ տնից էր խոսում, ուզում է տունը վաճառի, նորը վերցնի։ Դե այս տունը շատ փոքր է, ընտանիքով մարդու բան չի։ Արդեն տուն է, հա, ուզում առնի։ Դե դրա մասին էինք խոսում, որ եկա կիսատ մնաց։ Ուզում է դու զբաղվես դրանով։ Հա, դե ինձ ձերքը թեթևա չէ։ Ամեն մեր գործականները շատ լավ են աշխատում։ Լավ վաճառում են, լավ տուն են գտնում, բայց հիմա ինձ լրիվ ուրիշ բան է անհանգստացնում։ Ինչ։ Օլան, տավոն հետը չի կարողանում պայմանավորվել։ Ինչ է նշանակում պայմանավորվի։ Սիրահարված մարդու հետ ինչ պիտի պայմանավորվես։ Իա կրակն ընկանք։ Հա, բայմա ինչ անենք, դու պատկերացնում ես, որոշի վերքինա ու գա եկեղեցի, իսկ ինքը դա հաստատ կանի։ Հեսի Իզաբել, մի բան պետք է մտածենք այդ աղջկանից ազատվենք։ Ինչ է նշանակում ազատվենք։ Լավ, հանգիստ, ես ուր հասար տնաշեն։ Նկատի ունեմ դավոյի կյանքից գնա պրծնենք էլի։ Իզաբել, մի խնդրանք։ Արի դու խոսա այդ աղջկա հետ, օծի լեզու ունես, խոսա համոզելն է։ Լսի, ես բան ու գործ չունեմ անելու։ Կամ դա իմ ինչ գործն է։ Իզաբել, խնդրում եմ, աղաչում եմ, հասկացի, դավոն ինքնուրույն, այդ հարցը լուծողը չի, խնդրում եմ։ Անցյալ տարի այսօրը քո տանտանիքում էինք, հիշում ես։ Հա, հիշում եմ։ Հետո գնացինք իմ տուն, որովհետև քո տունը վերանորոգման մեջ էր ու չէինք կարող այնտեղ մնալ։ Կներես, չէի կարող տանը մենակ մնալ։ Ում էլ Արեգի մասին ես մտածում։ Բա դու քեզ հեշտ է լինելու, որ տենց շուտ ամուսնանաս Դավիթի հետ։ Գիտես երկու զանգեմ խոսեմ, եւ որ դու քո առաջարկությունը անես Լուսեին, ու ինքը ընդունին է։ Ես համաձայն եմ։